սիրելի հայրենակիցներ, ոչ մի կերպ չի թողնում իշխանությունը, որ մարդ հանգիստ ապրի։ Մի քանի խայտառակ հայտարարությունների անդրադառնամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար կոչեցյալ միստր Ուժես Արսեն Թորոսյանը ասում է, պետք է որոնենք, գտնենք դավաճանների։ Այդտեղ դու ինչ կապ ունես այդ հարցերի հետ։ Մոռացել ես ինչ ես աշխատում։ Իհարկե մոռացել ես։ Դու դավաճան որոնելու։ Բա պաշտպանության նախարարն ու ազգային անվտանգությունը ինչով զբաղվեն։ Գան քո սոցիալական հարցերը լուծեն։ Այ անամոթ, որ մի բան խոսում ես, մի հատ վերլուծի ինչ ես ասում։ Հերիքա ձեզ խայտառական է։ Այն Արմեն Գրիգորյանը ինչ է անվտանգության քարտուղար։ Գնում է Լեհաստան Ուկրաինային վերականգնելու առաքելությամբ, խնդրեմ։ Հենց սա ինչով է զբաղված։ Հայաստանի անվտանգության քարտուղարը գնում է Լեհաստան Ուկրաինային վերականգնելու բանով, առաքելությամբ։ Այդպես լավ չի։ Դալարիքցի Գոմիկ Ժուժուին էլ կամ էլ Ախուրյանցի Անոյին էլ գրգի հռոմ թո պատարակ ընդունում։ Այդքան է կապված իրանց հետ, ինչքան քո բռնած գործը քո հետ։ Եվ Նիկոլ Փաշինի խայտառակ հայտարարությունը, որ ասում է Հայաստանը այսօրվա Հայաստանը ամենահաջողված պրոյեկտն է զոհերի և զոհողությունների մասով։ Խնդրեմ, մարդը հպարտանում է զոհերով, որ զոհ է տվել։ Իր անհեռատես քաղաքականության արդյունքում 5000 երեխու գլուխակեր է 10,000 տղու հաշմանդամ է սարքել։ Նա հպարտանում է դրանով։ Եվ վերջում Ալեն Սիմոնյանի խայտառակ հայտարարությունը, թե բա 8 տարի ավտոմատը ձեռքից առաջնագծում կռվել եմ, բա մի քիչ չհանգստանա, արա դուր ավտոմատն դու կյանքում ավտոմատ տեսած կաս, կամ այդ ինչ է նշանակում առաջնագծում կռվել եմ, ուզում ասի ազգային ժողովում, էլի։ Դու մի հատ օրինագիծ ներկայացրել ես։ Հիմա ես քեզ հարցնեմ ազգային ժողովի գործունեությունը կարգավորող հիմնական նորմատիվ իրավական ակտերը որոնք են, դու չես կարող պատասխանես, չէ՞ որ ես քո ունակությունները լավ գիտեմ։